Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 587-ի վրա Պարչի տեղը 8-7 Ստորակետ իրեք Հիմա ես գնայ Կավին ես մնա Հետախույզի օրագիրը Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, եթերում է Հետախույզի օրագիրն, ես Վովա Վարդանովն եմ։ Մի քանի բան կարճ ասեմ, հետո անցնեմ բուն թեմային։ Ուրեմն շատ բաներ տեղի ունեցավ, ոնց որ թե լավ կազմակերպված, ցեղասպանության օրվա հետ կապված, այդ 100-ամյակի հետ բան չունեմ ասելու, մի միտք կար, որը որ Գինոսյաններ ասենք, ասել ինձ շատ էր դուր եկել, բայց ցավոք ժողովուրդը չմիացավ այդ մտքին, աչից ասենք, վիրտուալ պատի տակ դնել ծաղիկներ կամ մոմեր դնել շատ քիչ ծաղիկներ ա եղել եւ շատ քիչ ջահեր կամ մոմեր ա եղել այդ ջահերի երթի ժամանակ որ դրվել ա աչից հիշատակելու դիմադրող կամ ասենք պատերազմելով զոհվող կամ փրկված հայկական բնակավայրերի հերոսներին հիշելու համար ընդհանրապես մի հոյակապ միտք էլ կարելի է հիմա հիշել, ասենք որ այս վերջերս եմ լսել, կարծեմ Սամվել Կարապետյանի միտքն է, որ բազմաթիվ եկեղեցիներ են եղել, պակաս չի եղել եկեղեցիների 15 թվականին, 14-15 թվականին։ Գրեթե բոլոր հայաբնակ տարածքներում հայկական եկեղեցիներ են եղել, զենքի քանակի եւ ռազմական գիտելիքների պակաս ա եղել։ Հոյակապ միտք։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Ընդհանրապես սովետի ժամանակ շատ հաճախ օգտագործում էին Լենինի բառերը ու Լենինի բառերից մեկը, որ պատմությունը ոչ թե անիվ է ու կրկնվում է ամեն ինչը, ասենք, նույն կետում։ Ես ինչ-որտեղ համաձայն եմ պարոն Ուլյանովի հետ։ Կրկնվում է, բայց ավելի բարձր մակարդակի վրա է պատմությունը միշտ կրկնվում։ Հիմա մենք նույն ձևով ոնց որ պատրաստվում ենք ցեղասպանվելու։ Դες տպավորություն է մոտը ստեղծվում։ Հա էլի ասենք այն զենքի տակ են կանգնացնում իր իրավունքները կամ պարտականությունները իրանք զինվորություն են անում, բայց հիմնականում ժողովուրդը ոնց որ բացարձակ հաշվի չառնի մեր դառը փորձը 100 տարի առաջ այն ինչ որ եկել է մեր գլխին, իսկ ավելի շուտ սկսել է 150 տարի առաջ, իսկ գագաթնակետներ 100 տարի առաջ, ոնց որ այդ փորձը հաշվի չառնենք, նույն ձևով տարբեր բարերարներ, չգիտեմ ասեմ թե մեցենատներ, նեգոցիանտներ, ես իմ ինչեր, լավ մարդիկ, միգուցե եկեղեցիներ են կառուցում, հուշակոթողներ, ես իմ շատ կարևոր հոգևոր եւ ոչ հոգևոր արժեքներ են ասենք Հայաստանում ներդնում ու ինչ է ստացվում Հայաստանը պաշտպանվելու վրա գրեթե ոչ մեկ ոչ մի բան չի անում Հայաստանի պաշտպանվելու ունակությունը բարձրացնելու համար Ես մի հաղորդում եմ պատրաստում Թուրքիայի բանակի գործունեության վերաբերյալ, ոչ թե իր որպես բանակ, այլ իր տնտեսական գործունեության վերաբերյալ, ոնց որ անոնս անեմ իմ հետագա հաղորդումներից մեկը, կարճ ասեմ, որ Թուրքիայի բանակում պատկերացրեք բյուջետի մոտավորապես 20%-ը պետությունը չի տրամադրում, այլ տրամադրում են 2-3 կազմակերպություններ, որոնք կազմվել են եւ ֆինանսավորումը իրանց սկսել է եւ ձևավորվել է այտենց բարեգործների կողմից, բայց թուրք, որոնք պետական մտածելակերպ ունեին, որոնք իրանց պետության դիմադրողականությունը բարձրացնում էին, որոնք ուզում էին հզոր Թուրքիա տեսնեին։ Հզորագույն կառույցներ, ամենայն դեպս այսօր Թուրքիայի ամենահարուստ եռյակի մեջ մի այդպիսի կառույց է մտնում, կարծեմ ստաբիլ 3-րդ տեղը զբաղեցնում է մի տնտեսական կառույց, որը հենց տենց է կոչվում է բանակին աջակցելու կազմակերպություն։ Միգուցե իմաստ ունի, մենք մի քիչ մտածենք, էլի, եկեղեցի կառուցենք, թե բանակին աջակցող ինչ-որ մի բան։ Լավ, դա համառոտ նենց։ Անդրադառնամ բուն հաղորդմանը կամ թեմային, մի ռոլիկ տեսա։ Երևի շատերը եք տեսել, թուրքերն էին նկարը անել անօթաչու սարքից։ Ոնց են իրանք ականապատում դա չի երևում, բայց ականապատ տարածքով երկու հայկական մեքենա է անցնում եւ մեկը ականի կողքով անցնելուց պայթյուն է տեղի ունենում, ինչ բնական է խուճապ է առաջանում այդ զինվորականների մոտ, ովքեր որ այդ մեքենաներով տեղաշարժվում էին։
համ մեքենաներն են խառը շարժումներ անում, համ մարդիկ։ Դա շատ նորմալ է, շատ անսպասելի, հենց ականի արդյունավետությունը նաև դրա մեջ է, որ ինքը իր անսպասելի հարվածով նաև խուճապ առաջացնում։ Այս զինվորականները իմ տվյալներով մի քանի վիրավոր են տվել, եւ այդ ամեն ինչը թուրքական Մերձկասպյան թուրքերի անօթաչու սարքը նկարահանել է։ Հայդեպ մի քանի հոգի կան ինձ անընդհատ տարբեր եղանակներով մեկնաբանությունների մեջ կամ հենց նամակ են գրում, որ ես ուղղեմ իմ խոսքը եւ Մերձկասպյան թուրքերին անվանեմ ադրբեջանցի, որպեսզի տարբերեմ իրանց թուրքական օսմանյան թուրքերից։ Ինձ ասում են, որ դու իրանց ռոպագանդայի ջրաղացի վրա ջուր ես լցնում, որովհետև իրանք էլ են իրանց հայտարարում թուրք։ Ես համոզված եմ, որ ես չեմ սխալվում իրանց թուրք հայտարարելով։ Իմ կարծիքով իրանց ներքին օգտագործման համար երկու պետություն միասք հասկացողությունը իրականում իրանց այնքան էլ ձեռ չի տալի, բայց ինչ վատա, որ իրանք այդ բանն անում են։ Իրանք այդ ձևով իրանցից վանում են ոչ թուրքական ազգերն ու ազգությունները, որոնք բնակվում են Մերձկասպյան, ասենք այդ տարածքներում, հավարներին, թալիշներին, որոնք հին պատմություն ունեն, թուրքերին զիջում են միայն ու միայն այն բանը, որ պետության ղեկը իրանց ձեռը չի։ Ուրեմն այդ թուրքական անօթաչու սարքը ֆիքսում է այդ ականի վրա պայթյունը, հայկական ոնց որ թե հերթափոխեր պոստերի հետ կապված։ Մենք մի քանի վիրավոր ենք տալի եւ այս վերջերս ես երևի վերջերս չէ 2 տարի անընդհատ պնդում եմ, որ ականային պատերազմը պետք սկսել։ Հիմա ոնց որ թուրքը ինձ լսեց, իսկ մեր պաշտպանության նախարարությունը չլսեց։ Դա այդպես չի, մի քիչ ուրիշ է իրականությունը։ Մեր պաշտպանության նախարարությունը, չգիտեմ ինձ լսելով թե չլսելով, ինքը նմանատիպ գործողություններ անում է։ Ուղղակի քանի որ մեր պաշտպանության նախարարությունը ընդհանրապես մի քիչ զգուշավոր է ու ավելնորդ շարժում իր կարծիքով ավելնորդ շարժում չի անում ու ամեն գնով խուսափում է, ասենք ռազմաքաղաքական չդարձնի հանգարց իր գործողությունը, որ ռազմական գործողությունը հանգարց հետևանք չունենա քաղաքական։ Դրա պատճառով իրանք իրանց գործը ամեն գնով թաքցնում են՝ ի տարբերություն թուրքերից, ցույց չեն տալի եւ մեկ-մեկ երբ որ մեր պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ 10 թուրք է սպանվել, բան հեսա կլսեք ու դրանից մի երկու օր հետո մեկ էլ լսում ենք ականի վրա թուրք է պայթել, մենք ուրախանում ենք, ասում ենք, որ այդ սպանված թուրքերին սառնարաններից հանում են։ Ինձ թվում է նույնիսկ դա այդպես չի, այ հենց իրոք ականների վրա մեր թուրքերը իրենց վերջը ոնց որ ասած հասնում է, վրա է հասնում, հենց մեր ականային պատերազմի արդյունքում։ Կարճ ասած մերոնք անում են, բայց չեն անում այն ձևով, ոնց որ իմ կարծիքով ավելի արդյունավետ կլինի։ Ականային պատերազմը իմ կարծիքով, նորից եմ շեշտում իմ կարծիքով, պիտի արվի Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ տարածքներում։ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքները պետք է մի ուրիշ ձևի բլոկ արվի, որ անգամ մերոնք էլ դժվարանան գնալ գալը։ Ինչի համար։ Անգամ մեր հետախույզ դիվերսանտների համար պետք է դժվարացվի այդտեղ անցուդարձը, որովհետև մեր բնակավայրերը շատ մոտիկ են։ Տաուշի մարզը շատ մոտիկ է թուրքական դիրքերին ու այդ հատվածում նմանատիպ բաներ անելը շատ վտանգավոր է։ Ստացվում է մենք իրենց մի հատ քացով կխփենք, մի հատ իրանք մեզ քացով կխփենք, երկու հատ մենք, 3 հատ իրանք։ Դրանից մենք չենք խերվի, թուրքն էլ չի խերվի։ Իսկ որպեսզի մենք խերվենք, պիտի արվի այդ ամեն ինչը Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ տարածքներում, որովհետև Ղարաբաղի Հանրապետությունը պարկասո են վիճակում է, որ այդ նախքին թուրքական չէ, թուրքաբնակ տարածքներ այսօրով դատարկ են եւ սահմանին մոտիկ բնակավայր գրեթե հայկական չկա։ Եվ մենք երբ որ այնտեղ խփենք թուրքին, քացին հասցնենք, թուրքը օդ է խփելու, ինքը չի կարողանալու մեզ պատասխան հարված հասցնի։ Միայն Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ տարածքներում նման բան պետք է անել, ականային պատերազմ։ Տաուշի մարզին մոտիկ ոչ մի դեպքում ամեն գնով այդ սահմանը պետք է ժելեզաբետոն դառնա, որ ոչ թուրքը կարողանա գնա գա ականապատելու նպատակով, անգամ որ մերոնք էլ չկարողանան գնալ։ Էլ եմ կրկնում, որովհետև մենք մոտիկ բնակավայրեր ունենք, որոնցից ոչ միայն սնայպեր, այլ հասարակ դիրքապահը կարում է տարբերի այս բնակիչը մյուս բնակիչից, այս հայը գնաց դպրոց, որովհետև արդեն ուշանում է եւ այլն։ Այդ աստիճանի, ասենք, մոտիկ են թուրքական դիրքերը մեր բնակավայրերին։ Անառիկ պետք է լինի Տաուշի մարզի սահմանները։ Դա իմ կարծիքով շատ կարևոր խնդիր է ու այդ խնդիրի լուծումը ես այդպես եմ տեսնում։
Մի հարց եմ ուզում բարձրացնեմ, կապված ասենք այսօրով դիրքերի հետ։ Մեր սահմանապահները, մեր զինվորները սահմանում կանգնելուց բնականա հայտնվում են հակառակորդի կրակի տակ։ Շատ բնականա, երբ որ 3 կրակոց անելուց, թուրքը արդյունավետ կրակոց անելուց, մեկով անմիջապես սպանում է, իսկ 2-ով վիրավորում է։ Դա շատ նորմալ է։ Ստատիստիկան մոտավորապես այդ ձևը։ Վիրավորվում են հիմնականում մեկը 2 հարաբերությունով։ Ցանկացած ռազմական գործողություններ, երբ որ ուսումնասիրում ես, վիրավորի եւ զոհվածի հարաբերությունը 1:2-ին չի, այլ 1:4, 1:5, 1:1, 1:3-ին։ Իմ կարծիքով դա բացատրվում է այն բանով, որ մեր զինվորների կողքը բժիշկներ չկան։ Մեր այդ վիսոկա ինտելեկտուալնա սպիտակ խալաթ հագնող ռուսական հայրանունով իրար դիմող, ասենք բժիշկները իրանց համար երևի բան չի էլ, այնց չի սազում դիրքերում, այնտեղ ցեխ, ոչիլ, եսի ինչ, բժիշկներին դիրքերա պետք անել։ Բժիշկները պետք է լինեն անմիջապես դիրքերում, որովհետև ծանր վիրավորված կամ թեթև, բայց արյունը դժվարությամբ, երբ որ չեն կարող կանգնացնել զինվորը, միջև հասցնում ես գոսպիտալ, զինվորը կարա արյունակամ լինելուց մահանա։ Մեր բժիշկները պետք է լինեն դիրքերում։ Ես համոզված եմ, որ եթե մեր ռազմական, ասենք, վարչությունը, այդ ռազմաբժշկական վարչությունը մի քիչ մտածի, համապատասխան հրաման ունենալու դեպքում պաշտպանության նախարարից կամ գլխավոր շտաբի պետի կողմից մի ինչ-որ ծրագիր կարողանա ներկայացնի եւ վերջապես կդադարեն բողոքները, որ մարդկանց չեն թողում, ասենք բժշկի, ասենք կրթություն ստանալուց, բժշկական կրթություն ստանալուց հետո չեն թողում, որ որպես բժիշկ բանակ գնա։ Մեր մոտ բանակում բժիշկների թիվը պետք է ավելացնել եւ բժիշկները պետք է լինեն դիրքերում, թեկուս ֆելշերի կարգավիճակով, բուժակի կարգավիճակով։ Իրանք պետք է դիրքերում լինեն, եթե ամեն դասակի չէ, գոնե ամեն վաշտում դիրքերում պետք է գտնվի մեկ բժիշկ, որպեսզի մեր վիրավորները զոհվածի մեջ, ասենք, այդ կատեգորիայի փոփոխություն տեղի չունենա։ Փորձը ունենք, ասենք, մեր աչքի առջև, մի քիչ հեռու է գտնվում այդ փորձը, ճիշտն ասած, ուսումնասիրությունը հիմնականում լրատվամիջոցների ձևով գնում։ Իսրայելի բանակում բժիշկները գտնվում են անմիջապես դիրքերում։ Իսրայելի բանակում ոչ մեկ չի կարա ասի, որ Իսրայելի բանակը լավը չի։ Իսրայելի բանակում բժիշկի համար պատիվ է զինվորի կողքին գտնվելը։ Անկամ եթե բժիշկ դիրքերում չի ծառայել, այլ փափուկ գոսպիտալում է ծառայել, իր նկատմամբ երբեք այտենց հարգանք չի լինում, ոնց որ դիրքերում գտնված բժիշկի նկատմամբ։ Ոնց որ սովետի ժամանակ շատ ավելի լուրջ էին նայում ու հարգում այն բժիշկներին, ովքեր որ մի քիչ շտապ օգնությունում են աշխատել, հետո նոր, ասենք, ստացիոնար բուժ հաստատություններում։ Մենք պիտի վերանայենք մեր բուժծառայության, ռազմական բուժծառայության աշխատելու ձևը։ Ես համոզված եմ, որ իրանք կարող են մի լուծում գտնել, ընդհանրապես պետք է մի քիչ պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի պետի կողմից համապատասխան ցուցմունքներ ստանան, ցուցումներ, հրամաններ, եւ այդ ամեն ինչը կարգավորելու դեպքում մեր զոհերի թիվը կպակասի։ Ինչ եմ ուզում ասեմ, նաև բուժ պատրաստության վերաբերյալ, այսի ստացվում է ոնց որ անոնսների հաղորդում լինի։ Մի հաղորդման ընթացքում մեր ակումբի այդ բուժ պատրաստության դասընթացների ղեկավարին կհրավիրեմ Սպարտակ Հովհաննիսյանին եւ զրուցենք այս թեմաներից, թե ոնց է պետք նախաբժշկական օգնությունը հասցնել եւ ինչ կարեւոր է բժշկի դիրքում գտնվելը։ Ինչ եմ ուզում ասեմ, մեր բժշկությունը ոնց որ կանգնել է 20-րդ դարի այտենց ռազմական բժշկությունը եւ ինչի՞ չէ նաեւ ընդհանուր բժշկությունը մեծ մասամբ կանգնած է 20-րդ դարի այտենց 40-ական, 50-ական թվականների մեջ։ Միջև հիմա ժամերով բինտ են փաթաթում մարդու վրա, միջև հիմա, ասենք, արյունը կայնացնելու միակ ձևը այնց ձգելը, որ մարդու ոտը հետագայում կարող է հեռացնեն, հենց դրա պատճառով, որ արյան շրջանառություն չի եղել եւ կարող է գանգրեն առաջանա, իսկ հետո կարող է ժգուտը պայի տակ տրակի եւ արդեն աղտոտված արյունը, ասենք, ոտքից կամ մի ուրիշ վերջույթից հասնի սրտին կամ ընդհանուր թունավորում անի օրգանիզմը։ Կան ժամանակակից տեխնոլոգիաներ, կան ժամանակակից մարդուն ձեռքը կապելու, ոտքը կապելու, արյունը կանգնացնելու ձևեր, որոնք մի մասը մեծ գումարներ են պահանջում,
բայց մի մասը շատ ավելի մատչելի են, քան ասենք այսօրվա օգտագործվող մեթոդները։ Օրինակ մենք ակումբում այսօրով մեր կուրսանտներին սովորացնում ենք ոնց բան անեն, ասենք հասարակ շալով կամ հասարակ մի կես մետրանոց կտորով կանգնացնել, ասենք արյունը, ոնց վիրակապել կոտրվածքից։ Ու այդ ամեն ինչը շատ ավելի մատչելի է, քան այսօրվա կիրառվող մեթոդները։ Շատ ավելի մատչելի, հավատացնում եմ ձեզ։ Մենք կարող ենք ինքներս ներկայանալ բուժծառայություն եւ այդ մեթոդները ինչի՞ չէ նաեւ սովորացնենք այսօրվա մեր ռազմական բժիշկներին, որ իրանք այդ բանը ձևերը տարածեն բանակով մեկ այդ մեթոդները որ կիրառվի, շատ ավելի հեշտ ձևեր կա այդ ամեն ինչը անելու։ Ու բուժծառայությունը շատ գործ ունի անելու։ Մեր կյանքերը, բոլորիս կյանքերը շատ թանկ գա ցանկացած հայի կյանքը, իսկ զինվորի կյանքը, որը որ իր երկիրը պաշտպանում է, թանկանում է մի քիչ ավելի շատ, որովհետև ինքը իր կյանքը չի մենակ պաշտպանում, իր հետևը կայնած է իր ընտանիքը, ազգը, կարճ ասած, եթե ինքը այդ ժամանակ հիվանդության կամ վիրավորվածության պատճառով չկարողանա իր պարտքը կատարել ու պաշտպանել սահմանը, թշնամին ավելի մեծ վնաս կարող է հասցնել։ Ու այդ իրան մարտունակ վիճակում պահելը, իրեն վնասը պակասացնելու, մաքսիմալ չեզոքացնելու այն հնարավորությունները, որ ինքը թեթև վիրավորվածությունից վերածվի, ասենք ծանր վիրավորվածության եւ ինվալիդություն ձեռք բերի կամ մահանա, այդ ամեն ինչը մեծ ուշադրություն է դրան դարձնել, նաեւ հասարակության կողմից։ Իսկ բուժծառայության դա անմիջապես պարտականություններն է։ Մեկ էլ արժե հիշատակել մի փաստ, որ շատերդ գիտեք, որ ունենք մի զինվոր վիրավորված, որի բուժումը ցավոք Հայաստանում հնարավոր չի վերջացնել եւ իր բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել, նոր իմացա ցավոք, որ լրիվ չի հավաքվել գումարը։ Հիմա Գերագույն խորհրդում մի դեպուտատ Էդմոն Մարուկյանը նախաձեռնություն ունի նմանատիպ երևույթների դեմը առնելու համար, որ զինվորը անպաշտպան չլինի, երբ որ Հայաստանում բուժումը իր հնարավոր չի կազմակերպել, դրսում բուժման նպատակով, ասենք, զինծառայողին ուղարկելու համար, որ Պաշտպանության նախարարությունը կամ ինչ-որ մի ֆոնդ վերցնի իր վրա, ասենք, բուժման նպատակով ծախսերը հոգալ։ Ես կարծում եմ, որ այն ազգային ժողովի պատգամավորները, որոնք որ կոչվում են գեներալ պատգամավորներ, համոզված են, որ իրանք այդ օրենքին աջակցություն կանեն, որովհետև իրանք ով գոնե լավ են հասկանում, որ զինվորին մաքսիմալ բուժման հնարավորություն է պետք տալ։ Ես համոզված եմ, որ նման օրենքին, ասենք, լավ աչքով կնայի նաև Պաշտպանության նախարարը, պետք չի մոռանալ, որ մեր Պաշտպանության նախարարը պատերազմած սպայ է եւ պատերազմի ժամանակ ցավոք ոդկա կորցրել ու բնականա լավ պատկերացնում է, որ մարդուն, եթե ինքը երկիրը պաշտպանելուց վիրավորվել է, մաքսիմալ աջակցություն պետք է հասնի պետության տարբեր կառույցների կողմից։ Այնտեղ էլի կան կազմակերպություններ, որոնք բանակի հետ են կապված, կոչ եմ անում բոլորդ միանաք այս նախաձեռնությանը պատժ կանեք, զինվորների մայր, այսին պատերազմի մասնակից ազատամարտիկների տարբեր կառույցներ կան, հասարակական կազմակերպություններ, կոչ եմ անում միանանք այս նախաձեռնությանը եւ օգնենք, որ այս նախաձեռնությունը դառնա օրենք եւ մեր զինվորները ավելի պաշտպանված լինեն։ Իսկանում երևի վերջացնեմ, բարով մնաք։ Դուք լսեցիք հետախույզի օրագիրը։ Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը։ Հաշված րոպեներ անց դարձյալ լուրեր։ Այն մասին, թե ինչ է տեղի ունենում երկրում եւ աշխարհում այն ընթացքում, երբ դուք լսում եք այս հաղորդումը։ Լրատվական ռադիո FM 106.5